Դե ինչ ԿՊ-ն ուրախ է, Արգիշտի Քյարամյանը չէ, իշքան գիտեմ, Արգիշտի իր անունը վերջապես գրեց ընտրությունները։ ԿՊ-ն վերջի 2 տարվա, 3 տարվա մեջ հազիվ մի ադմ հաղթանակ ունեցավ այդ դաշտին մեջ։ Բայց հետաքրքիրը գիտեք որն է, ԿՊ-ի մեջ նաև կան դորդ գլխներ, օրինակ տիասիկ։ Այս դորդ գլոխը երեք որ ելել էր ջախին ընդդիմությանը, նշեց որ ջախել են Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նաև Սամվել Կարապետյանին, այդ դորդ գլոխ։ Սամվել Կարապետյանն էս ամեն ինչ հետ իշ կապ ունի։ Սամվել Կարապետյանի թիմը մի բառը մանկամարտահայտվել է, որ տեխնազույգին կպաշտպանեն կամ չեն պաշտպանեն։ Իսկ ընդդիմությունը կրվավ հետևյալով։ Ընդդիմությունը կրվավ, որտեղ էլի Քոչարյան, էլի Սերժ, էլի նույն բաներ, 7 տարի կորած, միամիտ տեղը հայտնված, ժողովրդին նորից խոստումներ տված, անկապ ընդդիմություն ունենալու պատճառով էս ամեն ինչը։ Վանեցյանի թվերին գնայեմ խնդալս կուկա լավ է Արսենը Վիլիկը Արմենյան քիչ Վանեցյանին PR-ից դե չէր հավաքի։ Արսենը նրա PR-ը Վանեցյանին Վանեցյանը դիգե չէր հավաքի։ Ես պրոստը զարմանամ գծեր կերպարների վրա էլի։ Ձեզնից ժողովուրդն օգնել է, ձեզի ժողովուրդը կադ է։ Դուք ինչի անընդհատ կուզեք մեջ գծեք ձեզի ու այս կրվելով դուք գիտեք ինչ երեցիք։ Դուք ժողովրդի մեջ մի անգամ եւս հուսախապություն կմտցնեք։ Դուք ինադու գնացիք կրվակ որ ցույց տակ որ չէ ժողովուրդ ջան Նիկոլ հզոր է։ Դուք սաղ Նիկոլի խաղաք։ Իսկ դու դորդ գլող անիմաստ տեղը մի մարդու անունի հետ խաղցի։ Նիկոլա, եթե Սամվել Կարապետյանը մասնակցեր Էշմիածնի ընտրություններին, ասենք 75%-ով կկրեր։ Մի հատ արդայություն ուներ, ստեր մի համ կմես գործարան կշինը։ Գիտեք, Սամվել Կարապետյանի կերպարը այն կերպարն է, որը մարդկանց չի խաբել, որը ֆինանսական հնարավորություն ունի եւ ցանկացած խոստում, որը Սամվել Կարապետյանի բերնից կամ թեկուզ Նարեկ Կարապետյանի կամ Տատևիկի բերնից ելնի, ժողովուրդը շատ սիրով կընդունեն։ Դուք պրոստ այնտեղ համատեղ հին ու նոր մոռացված մեռելներով, այն մի հատ մեռել կար, այն նորը որն էր, չգիտեմ, վաղտմոր գնաց մոն վառեց ֆոնդի գերել են գեմեյդան։ Ես չեմ ասում, գերեզմները պաստերների օրկեն են, իշկեն են այս մեռելները կսաղնան։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, չի կրվի հայ ժողովուրդը, կրել է, այդ կրվել է նախկին ընդդիմությունը, ու բերեք մեր բանը հասկանանք։ Մինչև այս նախկին, այսինքն ներկայիս պարլամենտական ընդդիմությանը եւ նրանց սպուտնիկներին չսենք հաջող, ոչ մի բան չի ստացվի։ Լավ եղեք։